Հարավ ձեզարգելի հեռուստադիտողները, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել։ Մեր տեղեկություններով Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով անցնում է որպես վկա, սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցաքննության է հրավիրվել ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր թիմակիցներից մեկը, որը վերջին տարիներին համարվել է նրա վստահելի կադրերից մեկը։ Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Լաուրա Անտոնյանի հարցաքննությունը կապված է ՔՊ-ից հեռացված, իսկ իր ձևակերպամբ կուսակցությունից վռնդված падգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննվող մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն գործի հետ։ Ըստ մեր աղբյուրների, քննիչներին հետաքրքրել են հատկապես Լաուրա Անտոնյանի եւ Հովիկ Աղազարյանի միջև առկա շփումները, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունները։ Բանն այն է, որ մինչև ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնի նշանակվելը Լաուրա Անտոնյանը եղել է Հովիկ Աղազարյանի օգնականը։ Հրապարակ թերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել, ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է անցել եւ հարթվել են հակասությունները, սակայն մենք տեղեկացանք, որ խոշոր արտահանող ընկերություններից Սպայկայի աշխատողներին շուրջ 2 ամիս է աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել, պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։ Փորձեցինք ընկերությունից պարզաբանումներ ստանալ, սակայն որևէ հեռախոսահամար չպատասխանեցին։ Մյուս կողմից, եթե իսկապես Փաշինյանի ասածով խնդիրը լուծված լիներ, ապա իշխանական պրոպագանդան հարյուրավոր տեսանյութեր կտարածեր արտահանումների գործընթացի վերականգնման մասին։ Սպայկայի մասով չեմ համաձայնի հրապարակ օրաթերթի հոդվածագրի հետ, ինչու, որովհետև Սպայկայի մասով մենք ունենք հրապարակում հետաքննություն, Սպայկա ընկերությունը եւ ընկերության ղեկավարը, Սպայկայի նաեւ ռուսական գրանցում ունեցող ընկերությունը դուստր ձեռնարկությունը, այսպես ասած, անցնում են քրեական գործով, խոսքը մոտավորապես $500 միլիոն գումարի ըստ Ռուսաստանի դատախազության ձևակերպման $500 միլիոն փողերի լվացման մասին է։ Դավիթ Ղազարյանը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ ուշագրավ մի արձանագրում անենք։ Սպայկա ընկերության բոլոր բեռնատարերը, որոնք կհայտնվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում, կհայտնվեն կալանքի տակ եւ թույլ չի տրվի նրանց դուրս գալը Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Այնպես որ կարծում կոնկրետ Սպայկա ընկերության աշխատավարձերի չվճարման հանգամանքը այստեղ է եւ պետք է կապել կոնկրետ այս քրեական գործի հետ։ Այլ բան, որ քրեական գործը արդեն կապված է ինչ որ իմաստ փոխկապակցված է եւ Միքայել Մինասյանի գործունեության հետ, Սերժ Սարգսյանի փեսա եւ իհարկե Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ արդեն այլ տիպի գործունեության մասին է խոսքը։ Քաղաքական հովանավորչության, որովհետև Դավիթ Ղազարյանը այս Հայաստանի Հանրապետությունում է, որքանով որ կան բաց տվյալներ եւ Ռուսաստանի Դաշնությունը հետախուզում է հայտարարվել, Հայաստանի իրավապահները այստեղ քրեական գործ որևէ չեն հարուցել, անգամ այն դեպքում, երբ որ $500 միլիոն փողերի լվացման մասին է խոսքը գնում, փողերի լվացքատունն էլ ըստ ռուսական կողմի մեղադրանքի Հայաստանի Հանրապետությունն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ ազգային ժողով, զբաղեցնելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը, այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։ Օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից տեղեկանում ենք, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն, նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում, մեր տեղեկություններով այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։ Բանն այն է, որ ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման եւ բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ ըստ մեր աղբյուրների դարձել է գրանցման փոփոխության պատճառը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արցախի ԱԺ-նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ Ազատ հայրենիք խմբակցությունը մեր աղբյուրների փոխանցմամբ ցանկություն չունի, ավելի ճիշտ վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։
Բաքվում պատանդարված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում, օրինակ նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը Հայ-Էկոնոմ բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է, եւ եթե Արցախի պետական ինստիտուտը պահպանելուն միտված քայլանի կզրկվի աշխատանքից։ Ավելին, անգամ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն ավելի լուռ են տրամադրված, հակված են, որ շարունակվի պետական ինստիտուտի գործունեությունը, սակայն Ազատ Հայրենիքում վերջերս քննարկել են եւ վերջնական որոշման չեն հանգել, որ հնարավոր է այլ խմբակցությունից թեկնածու առաջադրեն։ Ամենամեծ խմբակցության падգամավորները չներկայանան նիստին, ընտրությունը կտապալվի։ Ահա այս որակի մարդիկ էին Արցախի ամենաճակատագրական պահին կառավարում Արցախի հանրապետությունը, այսպիսի մարդիկ էին ենթակա Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին եւ նրանք էլ ի վերջո այդ կործանումը ապահովեցին։ Փաստորաթերթը գրում է. երբ քաղաքական գործընթացների հիմքում սկսում են գերակշռել ոչ թե պետական կամ ազգային շահերը, այլ անձնական վիրավորանքները, անձնական հակակրանքը, քաղաքական հակառակորդներին հաշվեհարդարի ենթարկելու ցանկությունը կամ անձնական վրեժխնդրությունը, քաղաքական համակարգը սկսում է կորցնել իր ժողովրդավարական բնույթը։ Այսպիսի իրավիճակում քաղաքականությունը վերածվում է անձնական հարաբերությունների շարունակության, իսկ պետական ինստիտուտները անհատական հակամարտությունների սպասարկման գործիքների։ Քաղաքագիտության մեջ այս երևույթը հաճախ բնութագրվում է որպես քաղաքականության անձնավորում կամ անձնականացված իշխանություն, որի ծայրահեղ դրսևորումը քաղաքական գործընթացներում անձնական վրեժխնդրության տրամաբանության գերակայությունն է։ Այդ դեպքում պետական իշխանության լծակները սկսում են օգտագործվել ոչ այնքան հանրային կարգ ու կանոնը պաշտպանելու կամ օրենքի գերակայությունն ապահովելու, որքան քաղաքական հակառակորդներին ճնշելու, նախկին մրցակիցներին մեկուսացնելու, նրանց հեղինակությունը խաթարելու կամ քաղաքական դաշտից դուրս մղելու նպատակով։ Այս մասով մենք եւս առանձին մի հոդված ունենք իրապահների գործունեության մասով, որը ձեզ կներկայացնեմ թողարկման վերջում։ Հրապարակ օրաթերթը գրում է. թեժ մրցակցություն է սպասվում ԱԺՄ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար, հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար։ Մեր տեղեկություններով առաջադրվել է 4 թեկնածու, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաև վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ Վիլեն Գաբրելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել նրա պաշտոնական կենսագրության մեջ ծառայության մասին ոչ մի հիշատակում չկա։ Պակաս ուշագրավ չէ նաև Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է падգամավորական մանդատը եւ մտնում է խորհրդարան։ Մենք վերջերս գրել էինք, որ նա ուզում է մանդատ վերցնել, քանի որ առաջիկայում ըստ լուրերի ԵԿՄ-ն լուծարվելու է, վետերանների միություն ՀԿ է դառնալու, իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել։ Նա իր վերջին ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ կհրաժարվի, ակնարկելով, թե քանի որ ինքը անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊԱ-ական թեկնածուների հետ։ Մինչ ձեզ ներկայացնեմ պոլիտիկայի մի հոդված, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ, պոլիտիկայի մի հոդվածը իրավապահների անգործության կամ այլ ուղղությամբ գործելու մասին է, որը կներկայացնեմ ձեզ։ Կրակոցներ Արաբկիրում, կրակոցներ Կիլիկիայում, զանգվածային ծեծկրթուկ Էրեբունի ամրոց ռեստորանի մոտ, երկու անչափահասների կողմից օտարերկրյա քաղաքացու ծեծ Պարմա ակումբի հարակից տարածքում, շուրջ 10 կիլոգրամ մարիխուանա եւ ավելի քան 1 կիլոգրամ մեթամֆետամինի հայտնաբերում։ Սրանք
որևէ քրեական սերիալի դրվագներ չեն։ Սրանք ընդամենը վերջին օրերի Երևանի տարբեր հատվածներից ստացված պաշտոնական հաղորդագրություններ են։ Առանձին վերցած այս դեպքերից յուրաքանչյուրը մտահոգիչ է, սակայն երբ դրանք հաջորդում են գրեթե ամեն օր, արդեն խոսում են ընդհանուր միտման մասին, մայրաքաղաքում քրեական իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, իսկ քաղաքացիների անվտանգության զգացողությունը ավելի խոցելի։ Այս ամենի ֆոնին դժվար է չնկատել մեկ այլ իրողություն։ Վերջին տարիներին իրավապահ համակարգի հիմնական ջանքերը հաճախ ուղղվում են քաղաքական գործընթացներին, ընդդիմադիրների, բողոքի ակցիաների եւ քաղաքական գործիչների դեմ իրականացվող գործողություններին։ Այդ ընթացքում մայրաքաղաքում հնչում են կրակոցներ, տարածվում են թմրանյութեր, իսկ փողոցային բռնությունը շարունակում է գլուխ բարձրացնել։ Հանցավոր աշխարհը շատ արագ զգում է, թե որտեղ է պետության ուշադրությունը, եթե իշխանության հիմնական թիրախը քաղաքական հակառակորդներն են, այլ ոչ թե կազմակերպված հանցավորությունը, ապա դրա հետևանքները երկար սպասեցնել չեն տալիս։ Վերջին օրերի քրեական հաղորդագրությունները հենց այդ տպավորությունն են թողնում, ես կասեի նաև վերջին ամիսների եւ վերջին տարիների։ Քաղաքացիներին չի հետաքրքրում, թե քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել, նրանց հետաքրքրում է, որ իրենց երեխան անվտանգ տուն հասնի, որ Երևանի փողոցներում չհնչեն կրակոցներ, իսկ իրավապահները զբաղվեն իրենց առաջնային առաքելությամբ, հանցավորությամբ կանխարգելմամբ եւ քաղաքացիների անվտանգության ապահովմամբ։ Որքան իշխանությունը շեղվում է այս առաջնահերթությունից, այնքան հասարակությունն ավելի թանկ գին է վճարում։ Գիտեք, մենք տարբեր առիթներով խոսել ենք սրա մասին, իրավապահների գործունեության մասին, իրավապահ համակարգը նման է հրետանու, ինքը չի կարող միաժամանակ երկու ուղղությամբ կրակել, հրանոթյա նման։ Եթե քաղաքական իշխանությունը իրավապահների առաջ խնդիր է դնում զբաղվել քաղաքական ընդդիմախոսների հարցերով, իրավապահները չեն կարող միաժամանակ զբաղվել կրիմինալով, որովհետև ռեսուրսների սահմանափակություն կա, ուշադրության խնդիր կա, այսինքն այդ բոլոր տեխնիկական մտավոր ունակությունները կուտակվում են մի ուղղությամբ, ինչպես ճնշել քաղաքական հակառակորդների նորվա իշխանության։ Եվ ես ձեզ ասեմ, Հայաստանում իրավապահները գրեթե միշտ են այդ տրամաբանության մեջ գործել, այլ բան քիչ թե շատ տարբեր ժամանակներ տարբեր չափով են օգտագործվել, իսկ որ Նիկոլ Փաշինյանի օրոք դա այլանդակ մասշտաբների ասնում, կարծում եմ այդտեղ քննարկելու առիթ չկա, այդտեղ Նիկոլ Փաշինյանը չեմպիոն է կամ ինչպես ինքն է ասում, երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ ձևով է օգտագործում իրավապահ համակարգը եւ հետեւաբար դրա համար աննախադեպ ձևով ակտիվանում է կրիմինալը, հնչում են կրակոցներ, կացնահարում են մարդիկ իրար Երևանի փողոցներում, դանակահարում են, սպանություններ են տեղի ունենում, թմրամիջոցներ են տարածվում եւ այսպես շարունակվելու է սա, քանի դեռ իրավապահ համակարգը չի վերադարձվել իր բնական գործունեությանը, այն է իրավապահ գործունեությամբ զբաղվելը եւ կրիմինալին հակազդելը։ Դա մնացեք, կհանդիպենք վաղը։